մի անձնուհի գնում է մի հատ ծերի մոտ եւ սկսում է խոսել, ասում է, օրը 500 երկրպագություն եմ անում։ Ամբողջ ավետարանը անգիր գիտեմ, ասում է, սաղմոսները 150 գիտեմ։ Ես թվարկում է իր առաքինությունները թվարկում է, ծերը լսում, դե չի անում։ Ասում եմ, բան հարցնեմ քեզ, քույր, ասում եմ, երբ որ քեզ վիրավորում են, ասում եմ, սիրով տանում ես, չէ, տասնապատիկ պատասխանում եմ, ասում եմ, երբ որ քեզ գովում են, հպարտանում ես, ասում եմ, ինձ լավ է, ասում եմ, հլը քիչ են, շատ պետք է ասեմ, դու մի տող ավետարան չգիտես, գնա ավետարան սովորի, այսինքն իրական չափանիշը առաքինությունների, դա խոնարհությունն է, իրական չափանիշը։ Եթե մարդը խոնարհ է, կարողանում այդ ամբողջ իր առաքինությունները պահել։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, տեսեք, կրակի վառելանյութը փայտն է։ Կրակը վառվում է ու ջերմություն առաջացնում։ Բայց այդ նույն փայտից էլ առաջանում է մոխիրը, որ կարողանում է կրակը պահել, որ չհանգչի, չէ՞, տեսեք, չէ՞, վառարանի մեջ կրակը լցնում են, հետո մոխիրով ծածկում է, որ երկար մնա, տաք մնա։ Ճիշտ այդպես է, երբ որ մարդը բարի գործեր է անում, առաքինություններ ունի, այսինքն վառելանյութ ունի, աղոթք ունի, այդ նույն աղոթքից պետք է առաջանա մոխիրն ինչ ասում է, Դավիթ Մարգարեն ասում է, ես հող ու մոխիր եմ, խոնարհությունը, Աբրահամն ինչ ասում, ես հող ու մոխիր եմ, Դավիթն ասում է, ես որդի եմ եւ ոչ թե մարդ, հողի մոխիրը դա խոնարհությունն է, առաքինություններից առաջացավ կրակ, սեր աստվածային բորբոքվեց եւ վերածվեց խոնարհություն, հա? Առաքինությունը դարձավ խոնարհություն եւ դու կարողացար քո այդ սերը, ջերմությունը պահել, թաքցրեցիր կրակը, մոխիրի մեջ թաքցրեցիր, հա? Նույնն էլ ծառը ինչա, պտուղ պետք է տա, չէ՞, աշխատում է, տարիներ ջրում ես, ջերմացնում ես, խնամում ես, հենց պտուղ տվեց ծառերը, սկսեց քաղցրանալ, ծանրանալ, անմիջապես ճյուղերը կախվում են, ներքև են ընկնում, գետին են հասնում, տեսել եք ծառեր կա այնքան պտղատու ծառա, որ ճյուղերը գետնին են կպնում, տեսել եք այդպիսի ծառեր, ես տեսել եմ, այնքան լիքն է, որ ծառն է գետնին կպնում, այն ծառը, որ շատ պտուղ է տալիս, հլը, բայց դու անպտուղ ծառը նայ, երկինք է թռնում, բարդին հլը նայ, բարձանում է, հպարտանում է, գլուխը բարձրացնում է, իսկ պտղատու ծառը ընդհակառակը խոնարհվում է, գետին է հասնում, հլը դու սարի գագաթը նայ, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, ցուրտ, սառը, պտուղ չի տալի, հլը բայց ստորոտը նայ, տաք ու ջրերը ամբողջ հոսում են այնտեղ, այսինքն համ տաք է, համ ջրառատ է, համ էլ պտղաբեր է, բոլոր պտուղները են հովիտներում են լինում, սարի գագաթը ցուրտ, սառնացած, երբեք չի ոչ տաքանում է, ոչ էլ, եթե բարձր է հատկապես սառը, եթե շատ հպարտ է, հավերժական սառույց է, ոնցով սատանան, անզեղջ սիրտ է, կարծրապարանոց ու խստասիրտ, ինչպես հրեա ժողովուրդը ասում էին մարգարեները, ուրեմն խոնարհությունը առաքինությունների մայրն է, առաքինությունների պահապանն է, առաքինությունների մշտնջենավորությունն է, առանց խոնարհության մարդը չի կարող պահպանել իր առաքինությունները, խոնարհությամբ սկսում է, խոնարհությամբ ավարտվում է առաքինությունը, որտև խոնարհությունը ջերմեռանդ աշխատանքը, աղոթասիրությունը,
Խոնարհությունը համբերություն է, երբ որ դու քեզ ինչ-որ որևէ բանի արժանի չես համարում, համբերությամբ աշխատում ես, չես ասում, ինչքան դիմանամ, չէ, մի դիմացի, համբերիր, ամեն ինչի մեջ կա խոնարհություն, բոլոր առաքինությունների սկիզբը, ընթացքը եւ ավարտը խոնարհությունն է, բոլոր առաքինությունները հաջողված են խոնարհությամբ, եթե չկա խոնարհություն, չկա առաքինություն, դրա համար խոնարհությունը բոլոր առաքինությունների մայրն է, իսկ հպարտությունը բոլոր մեղքերի սկիզբն է, ամեն